Ոնց սկսենք, Վազգեն ջան։ Դու սկսի, ես քո հետևից կգամ։ Հենց կանեն ուզի 1000, ստոպ կտան գալարաշանակի։ Հեն ջան, 1000 ջանի։ Մերսի։ Ստոպ։ Իրան ասեք 12-ին ենք բացում։ Ոնց եմ նայելու Վազգենին։ Սիրով։ Սիրով։ Բարև Անժելա ջան։ Բարև Վազգեն ջան։ Ոնց ես։ Շատ լավ։ Մենք մեր այս երկրորդ զրույցն է, առաջին արեցինք, երբ որ մենք նոր սկսում էինք միամիտ հարցերը։ Այս երկրորդն է, երկուսն էլ ժպիտով ենք սկսել։ Այն մեկը ծիծաղում էինք, դու սկսեցիր, եւ սկսեցիր ծիծաղելով, եւ այդ ծիծաղը շարունակվում է մեր ամբողջ միամիտ հարցերի մեջ։ Այս երկրորդը այս անգամ ես եմ սկսում, ուրեմն նորի ժպիտով սկսեցինք եւ նշանակում է հրաշալի տարի ենք ունենալու։ Դերերը փոխվում ենք, այս անգամ ես եմ քեզ հարցում, անշուշտ զրույց է։ Միամիտ հարցեր։ Եղավ մոտ մի տարի առաջ հարցազրույցներ արեցինք, Անժելա ջան, նախ դու միշտ սկսում ես հարցազրույցները ասելով շատ շնորհակալ եմ, որ եկել եք եւ միացել եք մեզ, ուրեմն ես եմ ուզում քեզ ասել, շատ շնորհակալ եմ, որ եկել ես եւ սկսեցինք այս միամիտ հարցերի շարքը, որ ես միշտ ուզում էի մեկի հետ անել այս շարքը եւ ճիշտ անձը, ասում են ճիշտ անձը հայտնվում է, երբ որ ժամանակը ճիշտ է։ Եվ երբ որ իրար հետ զրուցեցինք, դու էլ ես մտքեր ունեիր, որ կուզենայիր այս տեսակի մի բան անեիր եւ ոնց որ երկու գաղափարներ համընկան եւ որոշեցինք ստեղծել այս միամիտ հարցերը։ Շատ շնորհակալ եմ, որովհետեւ ինձ համար այս հրաշալի ուղի է եղել, թե այն անձերը, որ հրավիրել ենք եւ միևնույն ժամանակ ծանոթացել եւ միևնույն ժամանակ քեզ հետ աշխատելը։ Հա, ուրեմն այս բոլորի համար շատ շնորհակալ եմ քեզանից։ Ես եմ շնորհակալ, Վազգեն ջան։ Այս քեզ համար նույնպես բուրըն տարի է եղել, որովհետև մենք մի քիչ առաջ հիշեցինք, որ 8 ամիս առաջ դու ունեցար Սոֆիային։ Եվ մենք նույն օրերին սկսեցինք այս թողարկումները միամիտ հարցերի։ Եվ ես հիշում եմ Անիի հետ, որ հիմա կամերայի հետևն է, մտածում էինք ոնց ասենք, ինչպես ասենք, դու հիվանդանոցում ես եւ փոքրիկ ես ունենում, միևնույն ժամանակ մենք այս թողարկումներն ենք սկսում YouTube-ի վրա ենք դնում, այս ենք նույն օրը։ Այո, եւ այդ բոլորի ընթացքում ես եւ Անին երկուսս էլ զարմացած էինք, որ ինչպես կարողանում ես այս երկուսը անել եւ դու ոչ մեկ երկվայրկյան բաց չթողելով մեզ հետ ամեն ինչը արեցիր։ Պատմի այս ընթացքի մասին։ Այդ օրը ուղղակի, ասենք ես երբեք չեմ մոռանա, որովհետև Սոֆիան պիտի ծնվի ավելի ուշ օրենքով։ Ու մենք շատ լավ պլանավորել ենք, որ օքեյ, միամիտ հարցերը փետրվարի սկիզբը կլիներ, հետո Սոֆիան կծնվեր 2 շաբաթ հետո եւ այդպես ժամանակ ունենա այդ ամեն ինչ անելու։ Մեկ էլ Սոֆիա ծնվեց հենց այդ օրը։ Ու մենք պիտի առաջի էպիզոդը դնենք YouTube-ում, մեզ մոտ էլ շատ խար ստացվեց Սոֆիայի ծնվելն էլ, բայց արեցինք, հիշում եմ անժամանակ օգնություն Արպինեն անժամանակ խնդրեցինք, որ օգներ, դրեցինք անտեղի սստեղ էպիզոդ, երկուսը ծնվեցին նույն օրը։ Այո։ Ուրեմն շատ լավ օր էր։ Փետրվարի 3։ Եվ դրանից ի վեր դու մեծացնում ես թե Սոֆիան, թե միամիտ հարցերը։ Թե Հայկ եւ Ամալյան։ Եվ գումարած, այո, թե Հայկը եւ Ամալյան։ Պատմիր։ Ինչպես է եղել այս ամբողջ իրար կողք Այո։ Դե, ասենք, ես կուզեի նույնպես ասել, ճիշտն ասած, անտանուն շնորհակալություն քեզ, որ երևի աշխարհի, որ այսպես երկու գաղափարը ստացվեց, դատևի հետ խոսալով, այսպես միջոցով ստացվեց, մենք միացանք կոնցեպտները։ Քեզ եմ շնորհակալ, որ վստահում ես ինձ
կոնցեպտով, հյուրերով, որ մեզ ընդհանուր թիմն էլ այդ ազատությունը կա, որ մենք ստեղծենք միասին, այդ ինձ համար շատ կարևոր է։ Շնորհակալ եմ մեր թիմին, որ չպիտի նայեմ, բայց բոլոր այստեղ են, իրան չեն տեսնում, բայց այստեղ մի հատ հսկայական մաս կա, մարդկանց, որ մեզ օգնում է, Արպինեին, որ ինձ հետ պատրաստում է հարցերը, այսինքն մի հատ հսկայական գործ է գնում կողքից, որ մարդիկ չենք տեսնում, որ կարողանանք որակյալ խոսացություն տանք եւ որ ես կարողանամ նույնպես հայերենով լավ վարելով այդ ամեն ինչը վարել եւ ամենալավագույն ձևով անցկացնենք։ Դրա համար շնորհակալություն այստեղ գնում է բոլորին, առանց բոլորի աշխատանքով մենք չենք կարողանա այս անել։ Գիտես, իդեպ խմբի մասին, թիմի մասին խոսեցինք, լավ կլինոր մի օր ասենց կամերան Բայց եթե մարդիկ կարողանան տեսնել, մենք ինչ ենք տեսնում այստեղ։ Այո, այդ մեր ստեղծելու ընթացքում նորից ինչպես որ ասում են, ճիշտ անձերը հայտնվում են, երբ որ ճիշտ ժամանակն է եւ շատ շնորհակալ եմ նույնպես մեր խմբին բոլորին, որ մեզ հետ այս ուղին շարունակում են, հա? Շնորհակալություն բոլորիդ։ Նշեցիր հայերենի մասին։ Ես ամեն անգամ ուզում եմ նշել եւ որ դու հայերենը սովորել ես ուշ Սերգեյին ծանոթանալուց հետո եւ որոշել, որ հայերենը կարեւոր է քո ընտանիքի համար եւ այդ անսահման գնահատելի է ինձ համար եւ կարծեմ բոլորի համար, որ այդ տեսակի մեկը effort է դնում իր ընտանիքի համար, հա, եւ հիմա շատ ուրախ ենք, որ հայերեն է եղել այդ եւ հայկական միջավայրի մեջ դու հայությունը ոնց որ ընդունել ես որպես քոնը, բայց կուզենայի խոսել, որ ինչպես է հարցազրույց վարելը հայերենով, որ գիտես ինչ, պահանջում է ավելի մի քայլ ավելի, քան թե խոսակցականը։ Այո։ Հա։ Եվ ես որ հայերեն իմ ամբողջ կյանքում է եղել, այս վարքյանին մեկ-մեկ բառեր եմ փնտրում։ Եվ բանանել, հա, պատմիր ինչպես է քեզ համար։ Ոյ, հիմա ավելի ինձ թվում է հեշտ է, գնում ես ինձ մի քիչ ավելի վստահ եմ զգում, բայց ամեն հյուր իր մասնագիտություն ունի իր հատուկ բառապաշարը ու այդ գործը, որ մենք Արփինեի հետ անում ենք, այն էլ որ հարցերը կազմում եմ եւ հետո ճիշտ թարգմանում ենք, եթե այդ բառերը գտնում ենք, հետո մի հատ ուրիշ աշխատանք ակնում, այդ ոնց ասել իմ ձևով, այսինքն որ ես չկորցնեմ իմ բնական խոսքը, երբ որ խոսում եմ, որովհետև եթե անընդհատ խոսք եմ փնտրում, այդ էլ արդեն բնական ձևից չի ստացվում։ Ճիշտ է։ Դրա համար այնտեղ այդ ընթացքը այսպես է, որ հարցերից ծնվում է հայկական վերսիան, որ շատ գեղեցիկ գրական վերսիա, դրանից վերցնում եմ կարևոր բառերը, բառապաշարը, որ պիտի սովորեմ այդ հարցազրույցի համար, եւ հետո այդ դարձնում ենք խոսածական ավելի վարելու համար հարցերը եւ խոսածություն։ Ամենասկզբից օրինակ ես իմ հարցերից այն կողմ դժվար դա է, որովհետեւ ինձ այդքան վստահ չէ զգում։ Կարող է հնարավոր է անել, բայց ինձ մի քիչ ծակված է զգում։ Հիմա արդեն զգում եմ, որ չէ, որ ավելի հարցեր եմ տալիս, խոսածություն ավելի հեշտ է ստեղծվում, այսինքն այդ կա։ Հետո կա հյուրերի պահը, որ այդ շատերը չեն հասկանում, բայց ես մեծ մասամբ sense այդ հյուրերը նայում եմ որպես գիտության աստվածներ, ամեն մեկը իր ասպարեզի մեջ ու ինձ մոտ այսպես բան կա, զուտ funny moment կա, որ ես մտածում եմ, որ վայ ես հարցեր եմ տալիս այդ մարդկանց իրենց մասնագիտության մասին ու ոնց որ շատ այդ պահը կա, որ ինձ շատ մեծ պատիվ է ինձ համար կարողանալ այդ հարցեր տալ։ Բայց ասեմ մեր առաջին սեզոնը
այնքան բնական եւ այնքան լավ է եղել եւ անընդհատ ինձ մոտենում են եւ հարցնում են, որ Անժելան իսկապես սպանուի է, թե կես հայ է։ Սենց հարցումներ են տալիս, ասում չէ, սպանուի է եւ հայերենը սովորել է ու այդ ամեն ինչը դու այնքան բնական ու այնքան լավ ես անում, որ նույնիսկ մարդիկ չեն ուզում հավատալ, որ ամբողջովին սովորել ես հայերենը ուշ։ Ապրես։ Շատ գնահատելի է եւ շատ ուրախալի է։ Եվ միշտ ինչպես ասում եմ, միշտ Երանի Սփյուռքում քո օրինակը վերցնեն եւ հայեր, որոնք մեծանում են, ծնվում եւ մեծանում են Սփյուռքում, հաճախ պատճառաբանություն ունեն, որ գիտեք հայերենը դժվար է սովորել, չկան անձեր մեր շուրջերը, ահավասիկ դու հրաշալի օրինակ ես, որ կարողացել ես ինքնույն վստահ եմ քո ընտանիքի հետ, Սերգեյի հետ եւ այլն, բայց կարողացել ես այս մակարդակի հայերենով արտահայտվել։ Ստոմա սերը իհարկե մեծ դեր է խաղում, երբ որ ուզում ես մի մարդուն ամեն ինչը սիրես, ուզում ես իրան հասկանաս, ու երբ որ ուզում ես հասկանաս, ուրեմն պիտի իր մշակույթը հասկանաս, իր լեզուն հասկանաս, որ լրիվ մեկին զգաս ու այդ ինձ շատ օգնեց, այդ ուզենալը, այդ ընդունել, բայց պիտի ասեմ, որ մյուս կողմից հայկական մշակույթը ամեն ինչը ինքը բաց ձեռքերով էլ է, այսինքն երբ որ ես սկսեցի խոսել եւ սկսեցի ցույց տալ իմ հետաքրությունը, որ իմանամ, որ սովորեմ, ես միանգամից զգացի, որ ինձ sense բաց ձեռքով ընդունում են ու գնահատում են։ Ու իհարկե այդ միշտ ոնց որ քեզ ուժ է տալիս, որ ավելի լավ փորձես անես, որ որ շարունակենք։ Հետո իմ երեխաները կիսահայ են։ Այդ մի բաստ է, որ ես չեմ կարող պատկերացնել վաղը չեմ այսօրը չհասկանալ մի մասը իմ երեխաներից։ Դրա համար ես պիտի դառնայի իմ երեխաների նման։ Մենք բոլորը դառնանք կիսահայ այդ ընթացքի մեջ։ Որ ես իրան կոչվեմ իմը, դե ուրեմն այդ ցանկություն կար, որ այդ էլ դառնա իմը։ Այս ցանկությունից զատ բարդ է հայերեն սովորելը։ Որ ճիշտ ասեմ, ես հեշտ եմ լեզուներ սովորում։ Այսինքն երևի այդ շատ է օգնում։ Բայց հայերենը ինքը այդպես չի, որ շատ հեշտ է, բայց ինքը շատ գեղեցիկ է, ու ինքը իր դրամաբանություն ունի, ու շատ հետաքրքիր է։ Դրա համար այդ գրավում է, հետո այդ տառերը, այդ այբուբենը, որ լրիվ ուրիշ է, չգիտեմ, այդ աշխարհը լրիվ քեզ գրավում է։ Դրա համար ինձ թվում է, որ շատ նորմալ դժվար։ Նորմալ է։ Լավ։ Հիմա արդեն մոտավորապես 15 գոնե հարցազրույց ես արել, ավել, այո։ Ուրեմն մենք սկսեցինք այս հարցազրույցները գերազանցության մասին մտածելով, հա, եւ մտածեցինք ընդհանուր թեման պետք է լինի գերազանցության շուրջ, այսինքն հրավիրել անձեր, որոնք իրենց մասնագիտության մեջ հետապնդում են գերազանցություն, հա, եւ այստեղ ունեցանք երաժիշտներ, այստեղ ունեցանք փիլիսոփաներ, ունեցանք դերասաններ, ունեցանք եւ ամեն մեկը իր մասնագիտության մեջ մի ձևով փորձում է իր գերազանցությանը հասնել։ Այս մեր ընդհանուր թեման էր։ Ինձ թվում է, Վազգեն ջան, որ մեր կոնցեպտը ինքը այդքան չի փոխել։ Փորձել ենք մեր ամեն ինչի մեջ ամեն մեկը մի բան սովորել, ավելի լավ անել, բայց մեր հիմնական ցանկությունը, որ սովորել այդ մարկանցից, որ մի բան վերցնել, որ մեր կյանքում եւ մեր լսարանի կյանքում մի բան լավ անա, այս թվում է կոնցեպտը մնացել է նույնը։ Եվ այդ առումով մենք փորձում ենք ինքներս մեր վրա այդ սկզբունքը օգտագործել եւ ունենալ, զեկտել, որ միշտ փորձենք մի քիչ ավելի լավ անենք, որ ավելի հետաքրքիր լինի, որ
ամեն հյուրը տարբեր է, դա էլ հասկացանք, որ երևի ես իմ կողմից կասեմ, որ ես հասկացել եմ, որ պիտի թողենք ազատությունը, որ խոսածությունը լինի, որ հյուրը կարողանա, այդ շատ կարևոր հիմք է ինձ համար, միշտ ասում են, թողում ես, որ մարդը խոսի։ Ինքը եկել է, որ մեզ փոխանցի գիտելիքը, դրա համար կարողանալ լսել, ճիշտ վերցնել այդ մարդու մտքերը, փորձառությունը, իր ամբողջ կյանքի կարիերա։ Մենք ունենք հյուրերը, որ տարիների ասած մեծ կարիերա ունեն իրանց մասնագիտության մեջ, ոլորտի մեջ ու իմաստը սրա միամիտ հարցերին էլ, որ լսենք, որ ընդունենք, որ կա բաները, որ կարող է չգիտենք, որ կարող է այդ կա լավ չգիտենք, ու միշտ կա տեղ լավ անելու, միշտ կա տեղ մի քիչ ավելի լավ անել։ Ոնց որ ես միշտ ասում եմ այդ հարցազրույցների ժամանակ, մենք ուզում ենք փոփոխություն ունենալ, մենք ուզում ենք, որ ամեն ինչ ավելի լավ լինի, բայց մենք ուզում ենք, որ ուրիշները անեն։ Ու այդ ամեն ինչը սկսում է մեզանով։ Այո։ Մեր փոքր, մեր որոշումներով, մեր փոքր ընտանիքով այդպես է սկսում գերազանցությունը։ Ամեն օրվա որոշման մեջ ինչ որ տարբերակ ունենք։ Ու ինձ թվում է, որ միամիտ հարցերը հենց այդ է ուզում տալ։ Ես լրիվ համաձայն եմ քեզ հետ, եթե հիշում ես ամենասկզբում, երբ որ սկսում էինք զրուցել, այս պարզապես հարցազրույցների շարք չէր, այլ փորձելու ենք մեր ժամանակը, հա, մի ձևով ավելի հստակացնել, հա, եւ տարբեր անձեր հրավիրելով, գիտեք, քո ժամանակը, որ ապրում ես, չես զգում, որ դու պատմություն ես ստեղծում, հա, եւ այս ամեն ինչը անելով մենք էլ մի փոքր մեր պատմությունն ենք ստեղծում եւ միևնույն ժամանակ փորձում ենք մեր ժամանակի ընթացքում ներկայացնել անձեր, որոնք իրենց գաղափարներ ունեն եւ միգուցե 50 տարի, 100 տարի հետո մեկը ետ կնայի եւ կասի, որ ուրեմն այս գաղափարների շուրջ էին իրենք մտածում 50 տարի առաջ, հա։ Միևնույն ժամանակ ամեն ստեղծագործություն նույնպես ստեղծում է քեզ։ Չէ՞։ Ինչ որ դինի փոքրիկ մեծացնել, ընտանիք, արվեստի գործ կամ միամիտ հարցեր։ Այն որ ստեղծում ես, նույնպես ստեղծում է քեզ։ Այո։ Ինչ ես կարծում, ինչ ենք ստեղծել։ Ինձ թվում է, որ մենք ստեղծել ենք մի հոյակապ տեղ, թող լինի ֆիզիկապես ստեղ, այս մթնոլորտում, որ շատ յուրահատուկ է, այսինքն սկսենք դրանով, մենք ստեղծել ենք նույնպես մի հատ փոքր ժամանակ, որտեղ այդ կարճ զրույցը լինում է, որտեղ ընտրում ենք կարևոր թեմաներ եւ փորձում ենք հասանելի ձևով դրա մասին զրուցենք։ Ու ես ուզում եի շատ, որ մարդը իմանա, որ եթե ուզում է որակյալ խոսածություն լսի մի թեմայի մասին, որ իր կյանքի մեջ ինչ-որ փոքր դեր խաղում է ու դրանով ինչ-որ սերմեր վերցնի իր համար, ես ուզում եի, որ միամիտ հարցերը այդ լիներ։ Ու այստեղ ամեն ձևի, թող լինի խոսածության միջոցով, վիզուալ միջոցով, այդ ամբողջ, ինձ թվում է ամեն ինչը համահունչ է, ամեն ինչը ոնց որ ստեղծում է այդ հոյակապ փոքր մթնոլորտ, որ այդ 20 մաքսիմալ 30 րոպե այդ գեղեցկությունը ոնց որ մենք փոխանցենք մեր հյուրի միջոցով։ Ու ինձ թվում է իմ կարծիքով, որ ստացվում է։ Եվ կուզեի, որ երկար ժամանակ ստացվի, նույնիսկ եթե մենք այդ իմ հարցը կես Վազգեն ջան, ոնց ես դու տեսնում միամիտ հարցերի ապագան կամ Ardean Broadcast-ի ապագան, ինչ ֆորմաներ, ինչ կարող է ստեղծվի, որպես միջոց, որ էլի փոխանցենք այդ որոշ սկզբունքները։ Հետաքրքիր բան արեցի, պտտեցիր անցյալ հարցազրույցը։ Նախ ասեմ, մինչև հիմա ինձ համար, իմ հարցին ես պատասխանեմ մի ձևով, ինձ համար շատ հետաքրքիր է եղել
որ միամիտ հարցերը ստեղծելուց թե ինձ թե արդյանին մի քիչ տարբեր ձևով են նայում, հա, այն առումով, որ ինչպես գիտես, մենք այստեղ այո, ես այս արվեստի գործերի հեղինակն եմ եւ շատերը ինձ այդ ձևով գիտեն։ Շատերը ինձ գիտեն, որովհետեւ այս արվեստի գործերը նույնպես վերածվում են տեքստիլների եւ այդ ձևով գիտեն։ Բայց համերգները, որ այստեղ անում ենք ամեն 5 շաբթի, գումարած միամիտ հարցերը, գումարած այդ աշխատանքը, որ Վաչի Շարաֆյանի հետ արեցինք, կոչվող այս օրատորիան, անձեր մոտենում են եւ նայում են Արդյանը եւ ինձ նույնպես տարբեր աչքով։ Եվ հետաքրքիր է, որ այս ամեն ինչը միամիտ հարցերը, որովհետև միամիտ հարցերը քո միջոցով շատ տեսանելի է, հա, եւ քո միջոցով հավանաբար մոտենում ենք շատ ավելի թե հայ թե օտար անձնավորությունների, որ Արդյանը ինքնին հավանաբար չհասներ։ Ուրեմն այս անձերը սկսում են ինձ դիտել որպես տարբեր, հա, մշակութային անձնավորություն եւ ոչ թե միայն արվեստ ստեղծող անձնավորություն, հա, ուրեմն Արդյանի դերը եւ շատ հաճախ է լինում, օրինակ համերգների եմ գնում եւ մարդիկ ասում են, ես տեսա միամիտ հարցերը, որ դուք Արդյան production կա, այլևս broadcast կա, ինչեր ունեք ու նկատում եմ, որ դուք Անժելայի հետ այս թողարկումներն եք անում, ինչ հետաքրքիր գաղափար է կամ ուրեմն այն հարցը, որ ամեն ինչ որ ստեղծում ես, իրականում դու քեզ ես ստեղծում, այդ շատ հետաքրքիր անկյունադարձ է ունեցել իմ վրա։ Եվ կարող եմ ասել շատ ուրախ եմ եւ գոհ եմ, որովհետեւ ինչպես ասեցիր, Արդյան broadcast-ը շատ տարբեր նպատակներ ունի, մեջը լինելով դոկումենտարիներ ստեղծել, մեջը լինելով մշակութային տարբեր աշխատանքներ անել, ուրեմն այս դերը ինձ համար շատ հետաքրքիր եւ հարազատ է եւ ուզում եմ այդ զարգացվի, բայց շատ ուրախ եմ, որ սկսեցինք հենց քեզանով միամիտ հարցերով, որովհետեւ այս ընթացքը այնքան հեշտ ու հաճելի է եղել, որ եթե այդ չլիներ, ես կսկսեի մտածել, որ արդյոք ուզում եմ շարունակել այս ուղին, բայց շնորհակալ եմ, որ այսքան հաճելի եւ այսքան ինչպես ասեմ, արդյունավետ ինձ համար բան է եղել։ Դու ասա։ Ես եմ, հա, դա ինձ թվում է մենք բոլորս համաձայն ենք, մենք դու, ես եւ թիմը, որ մեր բախտը այդ առումով հագին բերել է, որ մեր աշխատելը ուղղակի ստացվում է։ Վստահելը մեր թիմը, հոյակապ թիմը, որ ամեն անգամ որ ձանագրում ենք, ուրախանում ենք, որ նորից բոլորը տեսնելու ենք եւ այդ բոլորի շնորհիվ է։ Դրա համար ես համոզված եմ, որ ինչ պրոյեկտ կանենք, հաստատ մնաք այդ լավ առաջ գնացող եռանդով ամեն ինչը կստեղծվի։ Կլինի։ Աստված առաջ, ինչպես ասում են։ Անժելա ջան, դու միշտ որպես եզրափակիչ հարցնում ես հետևյալ հարցը, որ ինչ արվեստի գործ, երաժշտություն, գիրք կամ գրականություն կամ որևէ մեկ բան հստակ ազդեցություն է ունեցել մեր հյուրի վրա։ Այս հարցը ուզում եմ քեզ հարցնել եւ հետաքրքիր է այս հարցի պատասխանը ինչ է։ Ես ուրեմն կպատասխանեմ ինչ որ այս վերջերս ասել իմ վրա, որովհետև այդ զգացմունքը շատ թարմ է, ինչքան ես եկել եմ Հայաստանում։ Եվ կասեմ 3 գիրքը, երաժշտություն եւ արվեստի գործ։ Որպես գիրքը այդ իմ ամենասիրած գիրքը San Pedro գրողն է, իսպանացի, որ կոչվում է իսպաներեն La Vieja Sirena, հին ջերահարց, երևի որ թարգմանեմ, ըստ ումա հայերեն թարգմանված չի։ Այդ իմ ամենասիրած գիրքն է, որ միշտ կարդում եմ, հետ եմ գնում, նորից բացում եմ, որ ինձ նվիրել է իմ մամայի փոքր եղբայր,
որ արդեն չկա։ Երաժշտությունը այս վերջերս լսել եմ նորից ալթի երաժշտություն շատ, որովհետև ձգտում եմ նորից սկսեմ շատ ակտիվ նվագել ու կասի որ հինդ է միտ գործերը վիոլայի համար։ Եվ նկարները այս վերջերս այստեղ տեսել եմ Այվազովսկի նկարներ, որ երբեք չէի տեսել։ Հենց հիմա իմ ներքին աշխարհը դրանով ալի, այդ անցկացում։ Եթե ինձ հարցնես վաղը ուրիշ բան կասեմ իհարկե։ Ուրեմն վաղն էլ կհարցնենք։ Այսօր այդպես է։ Շատ լավ։ Ես քեզ հարցնեմ, բայց։ Չի սպասում ես։ Լավ, ես գիտեմ ինչ եմ ընտրելու, որովհետև ես ճարտարապետական մեկ գործ եմ ընտրելու, որի հիման վրա ես որոշել եմ ճարտարապետ դառնալ։ Եվ ինձ ես շատ լավ է, ճարտարապետությունը ինձ ուշ է եկել, այսինքն որոշել եմ ճարտարապետ դառնալ, երբ որ արդեն համարյա 21 տարեկան էի։ Ուրեմն ես ուրիշ մասնագիտությամբ էի սկսել եւ հետո զգացի economics, որ շատ արագ հասկացա, որ իմը չի եւ փնտրում էի մի ուրիշ մասնագիտություն, որ ավելի թե ունի գիտական կողմը եւ միևնույն ժամանակ արվեստ։ Ես միշտ արվեստով զբաղված եմ եղել, բայց միշտ զգացել եմ, որ արվեստը մենակ այն էլ բավարար չի ինձ համար։ Պետք է մի քիչ գիտական կողմը կամ այդ կողմը կարևոր էր ինձ համար։ Ուրեմն որոշ ժամանակ ճամփորդում էի Եվրոպայում եւ համասարանը մեկ սեմեստր որոշել էի չգնալ, որովհետեւ իմ ուղին չգիտեի։ Ուրեմն Իտալիայում էի եւ Ֆլորենսում եւ շատ կարդացել էի Դոմոյի մասին, Բրունելեսկի եւ որ գիտես առաջին օրը շատ լավ եմ հիշում այս Ֆլորենսը այս նեղ ու ճանապարհներ ունի եւ շենքերի վրայից դու դոմն ես տեսնում, հա, եւ ինչքան մոտենում ես զգացի որ ինձ մի հատ թրթիր է առաջանում իմ մեջ, հա, եւ հետո միանգամից այդ նեղ ճանապարհներից բացվում է պիացան, հա, եւ մի հատ կաթեդրալ է առաջանում հսկայական, որ ամեն մեկ քառակուսի սանտիմետրը արվեստի գործ է իր փորագրություններով, իր մոզաիկայով, իր ստեղծագործությունը։ Եվ անշուշտ ես Դոմոյի մասին շատ էի կարդացել եւ նույնիսկ այն գաղափարը, որ իրենք նախ ինքը ունի ամենամեծ դոմը, հա, այդ ժամանակվա համար եւ սկսել են կառուցել շենքը առանց գիտությունը ունենալու, որ ինչպես են փակելու։ Այո, հա, ուրեմն այդ ռիսկի թռիչքը, որ դու ստեղծում ես մի հատ հսկայական կառույց։ Ու կարող է բացվել։ Եվ չգիտես հետո ոնց է վերջանալու, մտածելով որ մինչև այնտեղ հասնենք մեկը կմտածի։ Եվ այս թե շենքը ինքնին իր գեղեցկությամբ, իր շքեղությամբ, իր ներկայությամբ եւ այդ գաղափարը, որ դու կյանքում պետք է ռիսկեր վերցնես, հա, որ ամեն ինչը առաջին րոպեից չի բացահայտվում քեզ, բայց ընթացքը քեզ ճանապարհ է բացում, այս գաղափարը ինձ շատ հարազատ է։ Եվ ուրեմն ընդունում բանն է Ֆլորենսի Դոմոն է, Բրունելսկի, որ իմ կյանքի, այսին անկյունադարձային բան է տվել։ Ես շատ վազգն եմ կիսվելու համար։ Այսպես, Անժելա, արի մեր հանդեսատեսներին հրավիրենք մեր երկրորդ շարքը թողարկումների եւ ասենք բարի գալուստ բոլորիդ մեր երկրորդ միամիտ հարցերի շարքին, որը պիտի բարի անշուշտ մեր սիրելի Անժելան միացեք մեզ, որովհետեւ հրաշալի հյուրերի շարք ենք հրավիրել եւ բաց մի թողեք մեր թողարկումները։ Միամիտ հարցեր։